Գիրք Ծննդոց, գլուխ 49-րդ։ Եվ Հակոբը կանչեց իր որդիներին և ասեց. «Ժողովեցեք, որ պատմեմ ձեզ, ինչ որ պատահելու է ձեզ վերջի օրերը։ Ժողովեցեք և լսեցեք, ով Հակոբի որդիները, և լսեցեք ձեր հորը Իսրայելին։ Ով Ռուբեն, իմ անդրանիկը, դու իմ ուժն ու իմ զորության սկիզբը, գերազանց հարգությամբ և գերազանց կարողությամբ, ջրի պես եռացիր, գերազանց չես լինի, որովհետև վեր ելար քո հոր անկողինը, այն ժամանակ պղծեցիր։ Անկողինս ելավ։ Շմավոն և Խևի եղբայրներ, անիրավության գործիքներ են նրանց սուրերը։ Նրանց խորհուրդների մեջ չմտնե իմ հոգին, նրանց ժողովքի հետ չմիանա իմ պատիվը, որովհետև իրանց բարկությամբ մարդ սպանեցին, և իրանց կամապաշտությամբ ցուլի ջիղ կտրեցին։ Անիծյալ լինի նրանց բարկությունը, ըստ որում խիստ էր, և նրանց սրտմտությունը ըստ որում սաստիկ էր։ Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ և կցրվեմ Իսրայելի մեջ։ Ով Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները, ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա լինի, երկրպագություն անեն քեզ քո հոր որդիքը։ Առյուծի ձագ է Հուդան, որդյակ իմ, կողոպուտից ելար։ Ծուն կրկնեց, պառկեց առյուծի պես և մատակ առյուծի պես։ Ով կզարթնցնե նրան։ Չպակասե իշխողությունը Հուդայից, և օրենսդիրը նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը գա։ Եվ նրանն է ժողովուրդների հնազանդությունը։ Նա իր ավանակը որդին կկապե, և ազնի որդին իր էգ իշի ձագը։ Գինով կլվանա իր պատմուճանը, և խաղողի արյունով իր հանդերձը։ Իր աչքերը գինուց կարմիր, և իր ատամները կաթից սպիտակ կլինին։ Զաբուղոնը ծովի եզերքումը կբնակվի, և նա նավերի եզերքումը կլինի, և նրա սահմանը մինչև Սիդոն։ Իսաքարը մի ամրապինդեշ է, պառկում է գոմերի մեջտեղը, և տեսավ, որ հանգստությունը լավ է, և երկիրը, որ գեղեցիկ է։ Իրուսը ծռեց բեռ կրելու, և հարկատու ծառա եղավ։ Դանը կդատե իր ժողովրդին Իսրայելի ցեղերի մեկի պես։ Դանը մի օծ կլինի ճանապարհի վրա, մի իշ շավիղի վրա, կծում է ձյան գարշապարը, և վայր է ընկնում հեծյալը ետևին։ Քո փրկությանն եմ սպասում, Եհովա։ Գադը մի գունդ կհարձակե նրա վրա, բայց ինքը կհարձակվի ետևից։ Ասերի համար հացը պարարտ է, և ինքը կտա թագավորի համադամ կերակուրներ։ Նեփթաղիմը մի ազատ եղջերու է, որ գեղեցիկ խոսքեր է տալիս։ Մի պտղատու ոստ է Հովսեփը, մի պտղաբեր ոստ աղբյուրի վրա։ Բողբոջները տարածվում են պատի վրա։ Եվ վշտացրին նրան, և նետաձի քարին, և ատեցին նրան աղեղնավորները, բայց նրա աղեղը զորավոր մնաց, և ջիլացած են նրա ձեռքի բազուկները Հակոբի հզորի ձեռքերովը։ Այնտեղից է հովիվը Իսրայելի վեմը։ Քո հոր Աստվածանից, որ քեզ կօգնե, և ամենակարողից, որ քեզ կօրհնե, երկնքի օրհնություններովը վերևից, խորության օրհնություններովը, որ պառկած է ցածումը, ծծերի և արգանդի օրհնություններովը, քո հոր օրհնությունները, որ զորացած մշտնջենավոր լեռների օրհնություններից, հավիտենական բլուրների վայելչությունից բարձր Հովսեփի գլխի վրա լինին, և իր եղբայրներից գերազանց լինողի գագաթի վրա։ Բենյամինը պատառող գայլ է, առավոտանց որսը կուտե, և իրիկունը կողոպուտը կբաժանե։ Բոլոր այս Իսրայելի ցեղերը 12 են, և այս է, որ նրանց հայրը խոսեց նրանց հետ, և օրհնեց նրանց։ Ամեն մեկի օրհնությանը պես օրհնեց նրանց։ Եվ պատվիրեց նրանց, և ասեց նրանց. Ես իմ ժողովրդի հետ պիտի խառնվիմ։ Իմ հայրերի հետ այն այրի մեջ թաղեցեք ինձ, որ Քետացի Եփրոնի արտումն է։ Այն այրի մեջ, որ Քանանի երկրումը Մամբրեի դիմաց եղող Մակփելայի արտումն է, որ Աբրահամը ծախու առավ այն արտի հետ միասին գերեզմանի կալվածքի համար Քետացի Եփրոնից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին և նրա կնոջը Սարային։ Այնտեղ թաղեցին Իսահակին և նրա կնոջը Ռեբեկային, և ես էլ այնտեղ թաղեցի Լիային։ Այն արտը և այնտեղ եղած այրը Քետի որդիներիցը ծախու առնվեցան։ Եվ Հակոբը վերջացրեց իր որդիների պատվեր տալը, իր ոտքերը անկողնի մեջ ժողովեց, և հոգին ավանդեց, և իր ժողովրդի հետ խառնվեցավ։